Հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները, բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են եկեղեցուն, այնպես որ համբերությամբ սպասենք։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգալույծ եղածներ Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին, դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ Հովանավանք պաշտպանելու եկեղեցին և ինչպես եք եկեղեցին պաշտպանելու պրոցեսը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհափար Հայրապետի մեր եկեղեցու կողքին և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհափար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհափար Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։ Պարոն նախագահ, Վարդան Ղուկասյանի շուրջ իրադարձությունների մասին ձեր դիրքորոշումն է ուզում իմանալ, նայեք, ի սկզբանե ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանը խոցելի թեկնածու է, նրա վերաբերյալ անընդհատ գործեր է լինում, նախկինում են եղել և չնայած այդ հանգամանքին ընդդիմությունը որոշեց այդ թվում ձեր քաղաքական ուժի քվեով նրան դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ինչ եք կարծում, եթե ընդդիմությունը ավելի շրջահայաց գտնվեր և ավելի անխոցելի մեկին ընտրեր, կունենայինք Գյումրիում այս իրավիճակը, որ ունենք այսօր։ Նախ ես կուզենայի, որ դուք շատ ճշգրիտ արտահայտվեք, երբ որ խոսում եք մեր քաղաքական ուժի մասին, մենք այո, այնտեղ ունեցել ենք, այսպես ասեմ, մատում համակրել ենք և սատարել ենք, բայց դա չի նշան, բայց չի կարելի նույնականացնել մեր քաղաքական ուժի հետ, սա մեկ։ Ես չեք թողնում ես հարց պատասխանել, էլի։ Գիտեք, մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք, անկախ որևէ հանգամանքից, այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես պարզ է չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդուրժողականություն այլակարգության հետ կապված։ Եվ նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով լրացնում են, փորձում են լրացնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց։ Ընդհուպ միջև մեկուսացնել։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանը մեկուսացրել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասը, ապա Վարդան Ղուկասյանը այնտեղ ընդդիմության շրջանակներում ամենաշատ քվե ստացած թեկնածու։ Մենք առաջերտին ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին։ Բա ինչ անեինք ձեր կարծիքով։ Ժողովուրդը կարող է սխալվել, բայց այդպես եք, հիմա այդպես եք կարծում, հա։ Ոչ, ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող սխալվել։ Ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։ Չեք զղջում, որ կցանկանայիք, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ ուժ այսօր Գյումրիում լիներ և չունեք, և այդ պարագայում կունենայիք այլ իրավիճակ։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ Հայաստանի ցանկացած համայնքում, ոչ միայն համայնքում, ցանկացած իշխանություն ունեցող մարդ լիներ ամենաազնվագույնը։ Միշտ կցանկանայի ամենահայրենասերը, ամենաազնվագույնը, ամենալավը, ամենասիրելին, բայց ցավոք սրտի ընտրությունները
միշտ չէ, որ բերում են այդպիսի հետևանքների։ Կներեք արդեն Ալիևը հայտարարում է, որ հայկական բեռների վրայից, տարանցիկ բեռների վրայից հանում է սահմանափակումները եւ հայտարարում, որ սա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Երբ մենք ունենք օկուպացված Արցախ, տարհանված արցախահայեր եւ գերիներ ու պատանդներ, այդ խաղաղությունը ինչպես է հաստատվելու։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է հաստատվելու։ Գիտեք, եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդամենը լավն եմ տեսնում, իսկ վտանգներ խաղաղություն լինի, թե գժտություն լինի, վտանգները բոլոր տեղերն էլ միշտ գոյություն ունեն եւ կախված նրանից, թե որոշում կայացնողը ով է, այդ վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են այդ վտանգները։ Իսկ ձեր ասած հայտարարությունը ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ եւ ամենաէժան տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, ես դեմ չեմ բացարձակապես, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ։ Անվտանգությունը ապահովելու Անվտանգության հետ դա քիչ կապ ունի։ Ես չեմ կարծում, որ դա անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն, եթե չգիտեմ, գնացքով լինելու, թե ինչպես լինելու, Ադրբեջանի տարածքից այլ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, քան գա նորից հասնի Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն եւ իրենց անելիքը կանեն։ Լավ առումով նկատի ունեն, էլի։ Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովի 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չեք կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանի նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն մի 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Պայքյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հաղթազրույց։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը ինձ հարցեր չտաք։ Մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահի եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք չեք ցանկանում, որքան էլ դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք։ Բայց մենք էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու, եթե դուք ես էլ իրավունք ունեմ հարցերին կամ չպատասխանելու կամ խուսափելու։ Ներողություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք։ Արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցել եք թե ոչ։ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորդ էլ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ էլի այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ սահմանադրական, չասեմ միջոցառումներ, ամենայն դեպս սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է,
որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ էր, երբ իրեն 2018 թվականին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ես այդ մարդուն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մարիոտում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել։ Ինչ է նշանակում ճանաչել։ Իհարկե, բազա չէ, ես տեղյակ էի այն բոլոր հեյրանքներին, այն բոլոր ստախոսություններին, այն բոլոր շանտաժներին, որ տպագրվում էր նրա կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինքը չէր խմբագրում։ Այնպես որ Ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացներ կառավարել։ Ի վերջո ովքեր էին այդ ուժերը, կբացահայտեք։ Ես ի գիտություն ձեզ հայտնել եմ, որ 18 թվականի մասին ես այլևս չեմ խոսելու։ Խոսելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերությամբ լցվեք, շուտով, ուղիղ հեռարձակմամբ, ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է տրվելու հարցեր ուղղելու, շատ հանգիստ կարող եք ուղղել եւ լսել ձեր հարցերի պատասխանները։ Եթերում կար նախագահացը եկել է, այդ բայի վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից, անընդհատ ասում եք, որ շուտով կխոսեմ ու չեք խոսում։ Անընդհատ չեմ ասում, ես դա ասել եմ ընդամենը անցյալ տարվա։ Մտավախություն չունեք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել, այսքան ուժերով կրկին ընտրության գնալով եւ նույն, այսպես ասած, արդյունքը շատ օգտավոր ունենալով։ Բոլոր պրոցեսներում լինում են եւ լավ իրավիճակներ եւ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չի զբաղվի իմպիչմենտի գործընթացով, բայց օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարողացել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար, առանց սրան նրան շինելու։ Այնպես որ սա է իրավիճակը։ Պարոն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակով իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին եւ պատանդներին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, դուք ինչպես եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք, ինչ ճանապարհով եւ լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանով են օգտագործվում ձեր կապեր այս խնդիրը բարձրաձայնելու եւ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժը չենք, որովհետեւ եթե սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, այսպես մեզ մեղադրել մեծամտության մեջ։ Ամենաառաջին պայմանը այս իշխանությունների, նորից եմ ասում, իշխանությունների զրկելն է, որովհետեւ ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ մենք ունենանք քաղաքական կուսակցությունների, եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ,
առանց իշխանությունների սատարման գրեթե անհնար են տեսնում այդ խնդրի լուծումը։ Կապրենք կտեսնենք։ Բոլոր պարագաները մինչև այս շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները ետ վերադառնան հայրենիք։ Պարոն նախագահ, եւ Արցախի վերաբերյալ դուք ասել եք, որ դուք պատրաստ չէիք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին պիտի ձեր հրաժարականի մասին խոսեմ, բայց ձեր թիմակիցները անմիջապես, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների եւ ձեր։ Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, հավանաբար սխալ արտահայտվեցին ներողություն։ Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Փաստացի դուք հանուն անվտանգության կամ չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը։ Ինչպես է ստացվում։ Դա իրար չհակասող դրույթներ են, որովհետև որևէ մեկը լինել իմ թիմակից կամ այլ քաղաքական ուժից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի հանձնումը Ադրբեջանի։ Վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող է բերել Արցախի հայտնվել Ադրբեջանի կազմում։ Հասկանում եք։ Ես էլ, բայց ես էլ դա նկատի ունեի։ Հենց ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործընթացին։ Միանշանակ։ Դուք գիտեք, sense ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից, թե ինչ չափով են իրենց շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չասեմ զիջումներ, համաձայնություն կորձել։ Հասկանում եք, միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը, այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, գնալ, մենք ոնց կացնենք, պիտի շրջանցենք, չէ, կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, որպեսզի քիչ դիմադրության հանդիպենք։ Միջնորդները միշտ էլ այդպես են, բանակցային պրոցեսը այդպես է, եւ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նա էլ բանակցություններում հաջողության է հասնում։ Եվ պարոն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ վերհիշելով ձեր նախագահության տարիները, բանակցությունների հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր գերտերությունների ղեկավարների հետ դուք հավասարի նման խոսում էիք, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարները այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի, օրինակ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է, երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական, չգիտեմ, ինչպես ձևակերպեմ, վիճակում գտնվել ենք։ Նախ ուզում եմ, որպեսզի իմ անձը այդպես բան չանեք, չմեծարեք ու չափազանցացնեք, ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարելու հավասար գերտերությունների ղեկավարներին, բայց երբեք թույլ չեմ տվել, որպեսզի մեզ համարեն երկրորդական, երրորդական երկրներ։ Համեմատությունը, ինչ ասեմ, որ ավելի պատկերավորը լինի, էլի, մոտավորապես ոնց որ բոլորը համեմատեք Սարի հետ։ Պարզ է, չէ, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։ Չի գտնվում։ Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ հա բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարը անվանում են տղա, եւ այլն, էլի։ Բայց գիտեք, արտաքին քաղաքականությունը տղայություն չի։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է, որպեսզի մարդ հաստատակամ լինի, հավատա այն գործընթացին,
որը ինքը վարում է եւ չփորձի քանդրբազություն անել։ Կներեք օտարբառի համար, բայց քանդրբազություն, այսինքն հալարի վրա այսպես խաղա, որտեղ ծանր է դեպի ծանրը գնա, չգիտեմ, մեծ հավասարակշռությամբ հայտիկը վերև բարձրացնի եւ այլն եւ այլն։ Դրա համար ենք մենք այս վիճակում։ Ինժալոց երբ որ խոսեցի գերտերությունների ղեկավարներին, ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել այդ երկրներից մեկի Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզի եւ վստահ եմ, որ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ հիշելու է նրա ծառայությունները իր հայրենիքին։ Ես ինչու եմ այդ մասին ասում, որովհետև Սարկոզին, նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների համապնդման գործում եւ ես նրան երախտապարտ եմ նրա ջանքերի համար, որ ներդրել է որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Արցախի հարցը լուծվի մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Ինքը մեծ գործ է արել այդ առումով, ցավոք սրտի ոչ նա ոչ ես չհասցրեցինք իրականացնել այդ գործը։ Այնպես որ շնորհակալ եմ։ Նախագահ մի հարցեր եթե կարելի է Այդ ձեզ գրում են այնտեղից, հետո եք հարցեր տալիս։ Չէ, ուղղակի ես էլ եմ հարց տալիս, էլի բան չկա, այ լավ եք արել։ Ալմաթայի հռչակագրին է Նիկոլ Փաշինյանը հողում տալիս այս Արցախի հետ կապված, եւ ստացվում է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է, Նիկոլ Փաշինյանը հողում է տալիս Ալմաթայի հռչակագրին եւ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ բանակցությունները Արցախի հարցում տապալել եք դուք եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես է ստացվում եւ ձեզ համար պարզ է թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը առհասարակ դուրս մնում այս գործընթացից, եթե նա է ստորագրել կներեք, երբեք Նիկոլ Փաշինյանն էլ երբեք դուրս չի մնացել եւ տասնյակ անգամներ մեզ երեքիս են ամեղադրել Արցախը դե շատ է քիչ ոտ նա։ Ձեզ եմ ասում դուք երկուսով Ես չեմ հաշվում թե չգիտեմ դուք լսել եք քննադատություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե Ալմաթայի հռչակագիրը չստորագրեր, ապա մենք այսօր Արցախի չենք հանձնի, ես դրա մասին եմ խոսում, ես այսպիսի քննադատություն իշխանությունների կողմից չեմ լսել։ Ախր Ալմաթայի հռչակագիրը որևէ առնչություն չուներ, բացարձակապես որևէ առնչություն չուներ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Հիմա դրան են հավում կատարում։ Ախր դե ինքը կարա, հասկանում եք, կարող է ինքը Մազդոկի հանդիպմանը այս հղում կատարի, նա կարող է Մոնտեվիդեոյի ինչ-որ մի ռեստորանում մի հանդիպման հղում անել, դա ինչ կապ ունի։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ հակասություն չունի ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ։ Ով այդպիսի հակասություններ է տեսնում, ուրեմն նա ծանոթ չի ոչ ՄԱԿ-ի սկզբունքներին եւ ոչ էլ Հելսինկյան սկզբունքներին, որտեղ սևը սպիտակի վրա եւ այս սկզբունքը կա, եւ այս սկզբունքը կա։ Տարածքային ամբողջականության սկզբունքները վերաբերում են պետությունների, միջպետական հարաբերությունների, իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում է կենտրոնի եւ ծայրամասի հարաբերություններին։ Ես մի քանի անգամ, երևի մեկ տասնյակ անգամ ասել եմ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի հետ։ Եվ որևէ մեկը ես նկատի ունեմ մասնագետներից կամ համանախագահներից չի ասել, բայց դու ինչի ես այսպիսի հակասական բաներ բերում։ Իսկ եթե մեկը գլխում կա, որ այս հարաբերությունները
այս սկզբունքները իրար հակասում են, դա իր խնդիրն է։ Եվ ոչ թե այս հարաբերությունների խնդրեմը, էլի։ Արջ տարասխալ է գտել։ ՄԱԿ-ի սկզբունքներում հակասություն է գտել։ Կամ Հելսինկյան սկզբունքներում հակասություն է գտել։ Դա ինչ ասեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։